Եթե խորհրդարանի ընտրությունը տեղի ունենա հաջորդ կիրակի 26.7%-ը կքվեարկի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության, 14.1%-ը Ուժեղ Հայաստանի, 8.2%-ը Հայաստան դաշինքի, 7.9%-ը Բարգավաճ Հայաստանի օգտին, 4.2%-ը Միասնության թևերի օգտին, Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցությունը 3.1%, Լուսավոր Հայաստան կուսակցությունը 2.7%, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը 2.3%, Նոր ուժ կուսակցությունը 1.9%, Հանրապետություն կուսակցությունը 1.7%։ Իսկ քաղաքացիների 45%-ը պատրաստ են ընտրական կեղծիքի դեպքում դուրս գալ եւ պաշտպանել իրենց ընտրական իրավունքը։ Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ MPG-ՍՊ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է հարցման արդյունքները, եթե խորհրդանի ընտրությունները անցնեն անարդար, պատրաստ եք արդյոք դուրս գալ փողոցային պայքարի արդարություն հաստատելու համար։ Միանշանակ այո է նշել հարցվածների 36.6%-ը, ավելի շուտ այո նշել է 9%-ը, այսինքն գրեթե 45%-ը կարծում է, որ իրենք պատրաստ կլինեն կեղծիքներ լինելու դեպքում դուրս գալ եւ պաշտպանել իրենց ընտրական իրավունքը։ Ավելի շուտ ոչ նշել է 12%-ը, միանշանակ ոչ 39.1%-ը, 4.3%-ը տատանում է եւ դժվարացել է պատասխանել հարցին։ Աշխարհարչակ իրավաբան Ռոբերտ Ամստերդամը հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է խախտել միջազգային իրավունքը Հայաստանի ընտրական գործընթացների վրա ազդեցություն ունենալու միջոցով։ Նրա խոսքով Եվրամիությունը ընտրություններից առաջ աջակցում է գործող իշխանությանը, այդ թվում ֆինանսական ծրագրերով, տեղեկատվական հակաքարոզչության նախաձեռնություններով եւ Երևանում բարձր մակարդակի միջազգային միջոցառումներով։ Ամստերդամը պնդում է, որ այս գործողությունները կարող են դիտարկվել որպես ընտրական գործընթացին անուղղակի միջամտություն։ Իրավաբան փորձագետները զգուշացնում են, որ հունիսի 7-ի ընտրություններից առաջ ԵՄ-ն աջակցում է հայաստանյան բռնապետին, չնայած ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոտնահարումներին։ Բրյուսելը 300 միլիոն եվրո է տրամադրում կառավարության քննադատների վերաբերյալ ապատեղեկատվությանը հակազդելու համար։ Բրյուսելյան չինովնիկները քննադատության են ենթարկել Եվրամիության իրավունքի 12 խախտումների համար։ Նոր աղմկահարույց զեկույցի համաձայն Հայաստանի ընտրություններին Եվրոպական միության միջամտությունը խախտել է ընտրական գործընթացներին միջամտելու վերաբերյալ հենց իր Եվրամիության կանոններն ու օրենքները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու միջազգային ատյաններում պետությունը չի բարձրացնում Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների վերացման փաստը։ Ես ուզում եմ մենք մոդելավորենք այսպիսի մի իրավիճակ, ասենք այն պահը, երբ որ սահմանազատման արդյունքում Արցվաշենը վերադառնում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո եւ մենք գնում ենք տեսնում, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, ասենք 2016 թվականին։ Մեր ռեակցիան ինչ պետք է մենք անենք։ Եվ օրինակ այդ մզկիթի տարածքի հետ կապված օրինակ Հայաստանի քաղաքացիներ կան, ովքեր բերում են իրենց սեփականության վկայականները, ասում են գիտեք ինձ այս հողը մերն է եղել եւ այլն եւ այսպես շարունակ եւ ամենատարբեր հարցեր։ Մենք ինչ պետք է անենք։ Ինչ պետք է անենք մենք։ Այդ թվում կարող է լինել նաև այդպիսի որոշում, որովհետև երբ որ ասում ենք պատմամշակութային հուշարձան, մենք պետք է հասկանանք պատմամշակութային հուշարձանը ինքը որոշակի կրիտերիաներով եւ կատեգորիաներով անցնող հուշարձան է։ Եվ ելի ուզում եմ ասել, որ եկեք չմոռանանք, որ կոնկրետ Արցվաշենի օրինակն եմ բերում, որովհետև կարող է պարզվել այդ պահին, որ ամբողջ Արցվաշենի տարածքում պատմամշակութային հուշարձաններ են, այսինքն մենք ինչ ենք անում։ Ձեր նշած պատմամշակութային հուշարձաններն են։ Ես համաձայն չեմ, որ այդպես է։ Համաձայն չեմ, որ այդպես է։ Որովհետև այդ թվում մի բանի մասին խոսելիս պետք է ամբողջական խոսել։ Փաշինյանը պնդում է, Բաքվից գերիները միշտ էլ ընտրություններից առաջ են վերադարձել։ Ես ուզում եմ հասկանամ, նրանք ովքեր տեսանկյունից հարցերը բարձրացնում են, ուզում են վերադառնան, թե ուզում են չվերադառնան, թե ուզում են վերադառնան, բայց ոչ հիմա, այլ հետո։ Ես այսինքն հունվարին, որ վերադարձել են, այդ ինչի համար է եղել։ Միշտ էլ ընտրություններից առաջ է, նախորդ խումբն էլ որ վերադարձել է, այլ ընտրություններից առաջ է։ Նախորդ խումբն է որ վերադարձել է, միշտ ընտրություն, ժողովրդավարական երկրում միշտ ընտրություններից առաջ է։ Ընտրությունների հաջորդ օրը արդեն ընտրություններից առաջ է։ Որտե մի քանի ամիս հետո տեղի են ունենալու թիմ ընտրություններ, հետո ուրիշ տեղ են թիմ ընտրություններ տեղի ունենալու եւ այլն եւ այդպես շարունակ։ Իսկ անազատության մեջ գտնվող անձանց հետ կապված այս հարցին պատասխանել եմ տասնյակ անգամներ եւ իմ պատասխանը նույնն է միշտ։ Այդ ուղղությամբ արվում է ամենօրյա աշխատանք։ Երբ կլինեն արդյունքներ, երբ որ կլինեն, կտեսնենք։
եւ ինչ եմ այսպես ասում, ոչ թե նրա համար, որ ինչ որ ինֆորմացիա ունեմ, որը չեմ ուզում կիսել, այլ իմ փորձը ցույց է տալիս, միջև որևէ մեկը ձեր նշած անձանցից սահմանը չի հատել եւ չի հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում, ազդարարել նման հնարավորության մասին առնվազն լուրջ չէ։ Վարչապետը շատ կարևոր իրադարձություն է համարում Ադրբեջանի փոխվարչապետի այցը Հայաստան։ Նախ ես կարծում եմ, որ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել եւ համարում եմ երկու երկրների փոխվարչապետերի այցերը պատմական խաղաղության գործընթացի եւ ինստիտուցիոնալացման տրամաբանության մեջ եւ ես շատ ուրախ եմ, որ եկել ենք այս հանգրվանի։ Դուք պատրաստ եք ընդունել 300,000 ադրբեջանցիների։ Հայաստանն Ադրբեջանի հետ երբեք ադրբեջանցիների վերադարձի հարց չի քննարկել եւ չի քննարկում, ընդգծել է Փաշինյանը, նաեւ հաստատել, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին գալու է Հայաստան։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-ից 5-ը կայցելի Հայաստան, մասնակցելու Երևանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին եւ կատարելու պետական այց։ Այցի ընթացքում նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանին, նաեւ Հայաստանի նախագահի հետ։ Կկայանան առանձնազրույցներ, ընդլայնված հանդիպումներ եւ փաստաթղթերի ստորագրում ծրագրում ներառված են նաեւ այցեր Ծիծեռնակաբերդ ու Մատենադարան։ Պետական այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը Հայաստանի վարչապետի ուղեկցությամբ կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տույր կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Փաշինյանը եւ Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվեն երաժշտական կամուրջ Հայաստան-Ֆրանսիա խորագրով համերգին։ Օնիկ Գասպարյանի բոցաշունչ առաջարկից 10 օր է անցել, իշխանությունը մերժել է այն, իսկ ընդդիմադիր ուժերն ու լրագրողները դրա քննարկման թեման ձևաչափը առնվազն քննարկելի են համարել, գրել է Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Գլխավոր շտաբի նախկին պետը ստեղծված իրողություններով գործելու փոխարեն շարունակում է դիրքավորվել բունկերում, իսկ խաղը փոխանցել է մի տխրահռչակ անձի, ով նախկինում իր խորհրդականն էր։ Վերջինս, ով ներսում եւ դրսում շատ կասկածելի կապերի մեջ է, եւ դեռ պարզ չէ, թե ով է նրան պարաշուտով իջեցրել գլխավոր շտաբ եւ դարձրել ռազմական ու պետական գաղտնիքի կրող շարքային տհաս է, որի գործը ընդդիմադիր դաշտին եւ Արցախի նախկին իշխանություններին թիրախավորելն է։ Փաստորեն Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ նրա առանձին խմբերի, լրագրողների հետ, այլ իշխանության, որից կոպիտ մերժում ստանալուց հետո շարունակում է լռել։ Օնիկ Գասպարյան, զգուշացնում եմ, եթե նախկին խորհրդականը շարունակի իր անբարոյական վարքագիծը, հայելային արձագանքը ավելի կոշտ բառապաշարով ստանալու ես դու։ Ադրբեջանի բանտերում գտնվող Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը հայտարարել է, որ գերիների ընտանիքները պահանջում են ոչ միայն իրավական արձագանք, այլև իրական մարդկային աջակցություն։ Նա նշել է, որ Վարդանյանի դիմումը ՄԻՊ-ին վերաբերում է ընտանիքի հետ կապին, նամակների, գրքերի եւ տեղեկության փոխանցմանը, ինչը կարևոր է նույնիսկ ծանր պայմաններում արժանապատվությունը պահպանելու համար։ Զոնաբենդի խոսքով ընտանիքները ցանկանում են այցելել իրենց հարազատների, սակայն դա պետք է ապահովի պետական եւ միջազգային երաշխիքներով։ Նա ընդգծել է, որ թեմային հարմարվել է վտանգ է, քանի որ այն հասարակության մեջ նորմալացնում է գերիների իրավիճակը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է ավելի քան 1.5 ժամ, հայտնում է Կրեմլը։ Թրամփը նշել է, որ զրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում հնարավոր հրադադարը եւ հավելել, որ Պուտինին վաղուց է ճանաչում եւ լավ զրույց է ունեցել նրա հետ։ Նրա խոսքով Պուտինը առաջարկել է համագործակցել Իրանի հարստացված ուրանի հարցում, սակայն ինքը նախընտրել է, որ նախ կենտրոնանան Ուկրաինայի պատերազմի դադարեցման վրա։ Թրամփը նաեւ ասել է. «Ես ասացի նախքան ինձ օգնել ու ուզում եմ ավարտել ձեր պատերազմը»։ Կրեմլի տվյալներով Պուտինը ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ գաղափարներ եւ առաջարկել է հաղթանակի օրվա ընթացքում Ուկրաինայում ժամանակավոր հրադադար։ Պուտինի օգնական Յուրի Ուշակովի խոսքով Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի կարգավորման գործարքը մոտ է։ Պուտինը չի հրավիրել իր ամերիկացի գործընկերոջը մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հաղթանակի շքերթին։ Եգիպտոսում Իրանի դեսպան Մոջթաբա Ֆերդոսի Պուրը 10-ի թղթակցի զրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ըստ նրա պարտվել է Իրանի դեմ հակամարտության տարբեր հարթություններում ռազմական, տնտեսական եւ էներգետիկ դիվանագետի խոսքով Միացյալ Նահանգները փորձում է պարտությունը փոխակերպել բանակցային առավելության դիվանագիտության միջոցով։ Դեսպանը նաև նշել է, որ հարձակումներից հետո Իրանը իրեն իրավունք է վերապահում հանդես գալ ոչ թե բանակցողի, այլ պահանջներ ներկայացնող կողմի դիրքերից։